Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Գրավոր է միջնորդությունը Կրթական դեպարտամենտի էլեկտրոնային հասցեական ուղղակի խոսքը վերաբերում է դեռևս օկտեմբերի վերջ վերանայման դիմումից կամ վերանայման դիմումով ներկայացված միջնորդությանը, այլ դեկտեմբերի 15-ի ներկայացված միջնորդությանը, որով խնդրել էի բարձրաբանել դիմողի իրանքներու պարտականությունները, դատարանական գործողությունների կատարելու կամ չկատարելու հետևանքները, հատկապես կանխատեսելիության, իրավունքների իրացման պատշաճ հնարավորություն ստանալու նպատակով։ Ու հատկապես առավել հրատապ բարձրագույն կրթական խորհրդին խնդրել էի, իմ այդ պահանջում եմ, որպեսզի բարձրաբանվի, թե արդյոք ըստ ԲԴԽ-ի այս պահին գործում են իմ դեպքում դատավորի կարգավիճակից բխող սահմանափակումները, թե ոչ, արդյոք գործում են սահմանափակումներ, այդ թվում նաև փաստաբանական գործունեությամբ զբաղվելու իրավունքի հետ կապված։ Բազմաթիվ գործերով տարբեր անձանց են ներկայացնում, մեզ պահին զրկված են այդ հնարավորությունից, պայմանագրային և հաստաբանի պարտականությունների կատարելու հնարավորությունից, հետևաբար խնդրում եմ հենց այս փուլում բարձրաբանել և դա որևէ կերպ չի կարող հակասել մեր հարգարժան գործընկերոջ ներկայացած միջնորդության քննարկմանը։ Այս բանը շնորհակալություն։ Շատ շնորհակալություն, գրավոր փաստաթուղթեր ներկայացրել եք, հիմա ունեք են ինչ-որ ներկայացրել եք աշխատանքներ։ Գրավոր փաստաթուղթ մենք նշեմ, որ ներկայացրել է դեռևս դեկտեմբերի 15-ին։ Դեկտեմբերի 15-ին ներկայացել էի գրավոր միջնորդություն, ինֆոկոպիայում էլեկտրոնային փոստով, իմ կողմից էլեկտրոնային ստորագրությամբ։ Ուրբաթ օրը ամսիքանից էր, 19-ը ենթադրում։ Չէ, ներողություն, խոսքը վերաբերում կարծեք թե ասացի քիչ առաջ մուտքագրել եք, ես քիչ առաջ հիշեցում եմ մուտքագրել, նաև նշեմ, որ ուրբաթ օրը ծանոթանալով պարզել եմ, որ իմ միջնորդությունը ԲԴԽ-ին հասցեագրված, հատուկ նշումով, որ ԲԴԽ-ին հասցեագրեն, մանկագրվել է դեպարտամենտի աշխատակիցներից մեկին։ Ենթադրում եմ նա վերջինս պետք է պատասխաներ, թե չգիտեմ ով պետք է պատասխաներ, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս ընթացակարգերով եթե ընդունեք, թե ԲԴԽ-ն որպես դատան է հանդես գալիս, ապա ոչ այլ ոք քան ԲԴԽ-ն չի կարող իմ դիմումի պատասխանել։ Ես հետևաբար միջնորդությունս նաև ես համատեքստում կրկին պնդում եմ, շնորհակալություն։ շատ լավ, շնորհակալություն, ինչ վերաբերում է դեպարտամենտի անջատեկած եք խոսել։ Ինչ վերաբերում է դեպարտամենտի որևէ ներկայացուցիչ չի մակագրված լինելու, դա որևէ խոչընդոտ չի ձեր դիմումին համապատասխան ընթացք տալու համար, առավել ևս որ դուք գործի նյութերի հետ ծանոթացել եք, տեսել եք, որ այն դեպքում է գործի նյութերում, ճիշտ է պարոն։ Այո, ճիշտ է պարոն Աթաբեկյան, ես գրավոր հարցում եմ այնադարձ դատավոր Ստեփանյանին, իր վարորդի նյութերին ծանոթանալու խնդրանքով, Արկուս Ստեփանյանի մասն է խոսքը, դատավոր նշեցի, դուք վերջերս դադարեցել եք նրա լիազորությունները, ես պարզեցի, որ նա համանման միջնորդություն ավելի վաղ ներկայացել է բարձրագույն դատական խորհրդին, սակայն այդ դիմումը գործի նյութերին չի կցվել, Ստեփանյան Արտուրը հարցում է կատարել ԲԴԽ-ին, թե ինչ պատճառով այդ դիմումը չի կցվել, նրան պատասխանել են կարող է ծանոթանալ դատական նիստի իր վերաբերյալ գործով առաջին դատական նիստի արձանագրությանը։ Այդ արձանագրությունն նայեցի մի քանի անգամ, եւ թե նշված րոպեներում եւ թե ամբողջ դատական նիստի ընթացքում որևէ բարձրաբանում այս համանման միջնորդությունը չէր ստացվել։ Սա է։ Իսկ ինչ վերաբերում է իմ միջնորդությունը, որ ասել ի տարբերություն Ստեփանյան Արտուրի, իմ միջնորդությունը կցվել է գործի նյութերում է։ Բայց ինչ են խոսում Ստեփանյան Արտուրի գործի վերաբերյալ։ Դուք ստացել եք, այն որ ստացել եք, դա ձեր որոշումն է եղել եւ Արտուր Ստեփանյանի որոշումն է եղել։ Այդ ստացված փաստաթղթերը ձեզ տրամադրել թե չտրամադրել, տրամադրելը դա ձեր խնդիրն է։ Ուսումնասիրել եք, ինչ հետևության որ հանգել եք,
Հետելա ձեր խնդիրը, ամենայն դեպս դուք կորոշեք, թե դա հետագայում ըստ անհրաժեշտության դա իր ձևով օգտագործել։ Հիմա մենք խոսում ենք ձեր գործի մասին, ձեր գործում առկա փաստաթղթերը եւ նաեւ պայմանավորվում եք այլ գործերով օրինակներ չներկայացնել, եթե դրա անհրաժեշտությունը չլինի հատուկ։ Հիմա ունենք փաստաթուղթը ձեր կողմից ներկայացված տվյալ գործին, դրա պատասխանը կստանաք, թե Արթուր Ստեփանյանի գործով այդ փաստաթուղթը գործում առկա է, թե գործում առկա չէ, թե ինչ ձևով պատասխան տվել, մենք ստեղ այդ հարցը չենք քննարկում։ Ընդհանրապես դուք կարող եք ձեր ունեցած տեղեկատվությունների արդյունքում որոշակի հետևություններ անել եւ այստեղ ձեր դիրքորոշումը ներկայացնել այդ հետևությունների արդյունքներով։ Դա բանալություն։ Որովհետեւ հիմա որ դուք ասում եք, եթե ինչ-որ բան այնպես ստացվի, որ մենք չհամաձայնենք ձեր ասածի հետ, մենք այստեղ կստացվի, որ քննարկում ենք, թե գործում ես փաստաթուղթը կա, թե չկա, թե բոլորին ինչ պատասխան է տրվել, պատասխան տալու արդյունքում Արթուր Ստեփանյանը ինչ դիրքորոշում հայտնել, ինչ այս գործով որևէ ձևով չի կարող վերանշանակություն։ Ես ուղղակի որպես օրինակ, որպես իրավական փաստարկ կանխատեսեցի եւ իմ մտավախությունները հայտնեցի Վարչական դատական խորհրդին։ Ես ես հասկացա, որ իրավական փաստարկ չի, բայց ամեն դեպքում ձեր փաստարկը ձեզ հնարավորություն տրվեց բարձրաձայնեք ինչ է իմ մտավախությունները նայեք կոնկրետ ես ասում կապված են իմ փաստաբանական գործունեության հետ, որ ես ակնկալում եմ մինչև այս գործի ավարտը մինչև նույն որոշումը կայացնելը կամ ցանկացած որոշում կայացնելը ստանում եմ իրանքների բարձրաբանում։ Շնորհակալություն, ձեր իրանքների բարձրաբանում ինչպես դուք ասացիք մինչև գործի ավարտը կստանաք, հիմա ենք ընդունելով այն հանգամանքը, որ նախարարին կամ հանձնարարության տեղակալական նախարար չեն ներկայացել դատական նիստին, ենք ընդունելով դատական նիստի 151-րդ հոդվածը, 92-րդ հոդվածը, որը որոշում է, որ գործունեությունը կհետաձգի, ձեր իրանքների պարտականությունների վերաբերյալ բարձրաբանումը անպայմանորեն ձեր դիմի պատասխանը դուք կստանաք, ոչ թե գրավոր, այլ միգուցե բանավոր, ամեն դեպքում դուք կստանաք, ընդդեմ հաջորդ դատական նիստին, մենք նաև հենց դրանով կսկսենք, կողմերը ներկա կլինեն, ըստ էության քննությունը երբ որ իրականացվի, դուք ձեր դիմի համապատասխան բարձրաբանում կստանաք։ Հաջորդ դատական նիստը սույն գործով տեղի կունենա 2025 թվականի ներողություն, 2026 թվականի հունվարի 13-ին ժամը 11:00-ին նույն վայրում երևի թե խոչընդոտներ չկան, այլ հարգելի գործընկերներ հունվարի